Ժենգյալով հացը։ Բոլոր ժամանակներում և ժամանակաշրջաններում սեփական երկրի պատմության և մշակույթի իմացությունը ձեռք է բերում ազգային անվտանգության և հզորության կարևորությունը։ Ժողովրդական ավանդույթների ու սովորույթների հանրահռչակումը ազգային ամեն ինչի զարթոնքի ամենահանդուրժող և ամենակարճ ճանապարհն է։ Մեր հայկական ավանդույթները սուրբ գիտելիքի փոխանցումն է, այն հիմքն է, որի վրա ձևավորվում են հարաբերություններ ընտանիքում, հասարակության մեջ, պետության մեջ։ Նախքան բաղադրատոմսին անցնելը, ես ուզում եմ ձեզ պատմել, թե դա ինչ նրբություն է։ Ժենգյալով հաց։ Նրա անունը հայերենի բարբառներից թարգմանաբար նշանակում է խոտաբույսերով հաց։ Ժենգյալով հացը ահռելի քանակությամբ կանաչիով հացի բլիթ է, արցախյան ավանդական ուտեստ։ 2013 թվականին ժենգյալով հացը ներառվել է Հայաստանի ոչ նյութական ժառանգության արժեքների ցանկում։ Կարևոր է նաև սովորել, թե ինչպես կարելի է ճիշտ սեղմել ժենգյալով հացի, այսինքն բլիթի կարը, որպեսզի ամուր լինի, բայց միևնույն ժամանակ ոչ հաստ, հակառակ դեպքում այն կվառվի տապակման ժամանակ։ Մեզ մոտ դա այսպիսին է, որքան փոքր է կարը, այնքան հմուտ է համարվում տանտիրուհին։ Նաև սեղմելիս, երբ հասնում ենք եզրին, շատ կարևոր է մի փոքր սեղմել բլիթն, որպեսզի օդը դուրս գա։ Հակառակ դեպքում, երբ տապակում ենք, ամեն ինչ կփքվի և կփչանա։ Տապակում են առանց ձեթի, հատուկ թուջե շերտի վրա, որը ուժեղ թակացվում է կրակի վրա։ Շատերը պատրաստում են գրիլի վրա, իսկ տանը կարելի է վերցնել հաստ հատակով թավան կամ պատրաստել պարզապես ջեռոցում։ Ժենգյալով հացն անմիջապես կրակից են ուտում, քանի որ կանաչիի համային փունջը լիովին բացահայտվում է միայն տաք տեսքով։ Չնայած ասեմ, շատերը սառը բլիթն են ուտում, որովհետև այն շատ համեղ է։ Բաղադրությունը խմորի համար անհրաժեշտ է 1 կիլոգրամ 100-200 գրամ ցորենի ալյուր, 740 մլ ջուր սենյակային ջերմաստիճանում և 1.5 թեյ գթալ աղ, ինչպես նաև ավելացնել բուսական յուղ։ Պետք է հունցել, որպեսզի դառնա առաձգական խմոր։ Մոտ 20 րոպե հունցել, ապա ծածկել սրբիչով, թողնել 15 րոպե, նորից հունցել մոտ 10 րոպե, թողնել ևս 15 րոպե, որպեսզի խմորը հանգստանա։ Այսպես խմորը շատ օդամղիչ է, առաձգական, չի պատրվում և շատ բարակ գլորվում է։ Լցոնման համար շատ տարբեր կանաչիներ կարող են լինել 10-ից 20 տեսակի։ Ամենակարևոր կանաչիներից են կնձմնձյուկ, սպանաղ, մանդաղ, սիբեղ, գինձ, եղինջ, անանուխ, մաղադանոց, ճնճղապաշար, թրթնջուկ, վայրի դաղց, ծտապաշար, խազազ, կիլանտրո, սամիտ, կանաչ սող և այլն։ Քանի կանաչեղեն կունենաս, այնքան ավելի լավ։ Ամեն կանաչիից 2-3 փունջ կարող ենք գնել, շատ ունենանք ավելի լավ։ Անհրաժեշտ է նաև ավելացնել ճակնդեղի գագաթներ և թրթնջուկ։ Թրթնջուկն ավելացնում են, քանի որ հաճելի թթվություն է հաղորդում, բայց եթե չգտնվի, փոխարինել կարելի է կիտրոնաթթուով։ Կանաչին ավելացնում ենք կարմիր պղպեղ, չիլի, սև պղպեղ, աղ, բուսական ձեթ և կիտրոնաթթու, ինչպես նախկինում ասեցի, թրթնջուկին փոխարինող։ Պատրաստման եղանակը։ Ամեն ինչ խառնում ենք, դնում ենք բարակ գրտնակված խմորի վրա, եզրերը փակում ու սկսում թխել չոր թավայի մեջ կամ ջեռոցում։ Կարը դնում ենք թավայի վրա։ Տապակում ենք երկու կողմից։ Քանի դեռ դրանք տաք են, յուղեք դրանք կարագով։ Շատերը նույնիսկ սիրում են կարագը ներս դնել անցքի միջոցով, այլ ոչ թե դրսից քսել։
Սիրելիներս, բարի ախորժակ։ Ես Ղարաբաղցի եմ, անունս Ռոզայա, ծնվել եմ Ղարաբաղում, Ես էլ եմ Ղարաբաղցի, ծնվել եմ Ղարաբաղում, անունս Էլֆրիդա է։ ուրեմն մենք այդ ժենգյալով հացը մեզ շատ շուտվանից է, մեզ փոխանցել է տատիկներից, պապիկներից եւ ծնողներից միշտ իրար ժամանակին տրադիցիայով օգտագործում ենք, միշտ թխում ենք։ Ուրեմն գարունը եւ աշունը ամենաշատ կանանչիների ժամանակ։ Դրա մեջ մտնում է 18-20 կանանչի, որից ամենագլխավորը Ձիկի կինձա называется, մեր լեզվով կնդեմինջուկ։ Ու այդ կնդեմինջուկը շատ համ է տալիս դրա համար ամենագլխավորը այդ կանանչին է։ Դրա մեջ մտնում է պրավի պորտա կոչվում, շավելը, շպինատը, սինձը, ճակնդեղի, կարմիր ճակնդեղի թևերը, կինձան, ուկրոպը, թրտնջուկը, կրապիվան եւ շատ կարող եմ բոլորը չկարողանամ, բոլորը չկարողանամ թվել, բայց ինչ լինում է տարվա եղանակին, տարվա ժամանակին թխում ենք ու շատ համով, ով համ տեսանում, ով ուտում է, շատ գոհ է լինում։ Հարսանիքին են Հարսանիքի թխում ենք լավ պրազնիկների ժամանակ, կամ հարսանիքի, կամ ծնունդի, բացի հետ էլ, եթե խմորը մնում է, մենք երևի թխում ենք նաև թերթերուկ է կոչվում, եթե քաղցր յուղով և պեսոկով թխվասկա կոչվում, կամ էլ մեր հայկական գաթա ենք թխում։ Իսկ ձեր երեխաներից, թորնիկներից ով է սիրում ձեր սարքած, ձեր ձեռքով Իմ երեխեքը տղաներ են, բոլորն էլ թորնիկներս էլ, բոլորն էլ սիրում են, միշտ թխում եմ և տատիկից է շնորհակալություն են հայտնում։